Ծխել է վնասակար է հարսի շորին ու ադամներին։ Ընձիք թվայ ստամատոլոգները Իլոն Մասկի հետ կրնան ոտքցեն։ Համ սաղ Թեսլա ունին, համ շատ հարուստ են։ Տունը սկսել են ռեմոնտ էնել, գնացել եմ չաշկա առնելու։ Կսեմ, այս կերամիկայի չաշկեն ինչ կանա, կսե 100-ից 120 հազար։ Ասի դե լավ, դուր տարա-տարի տունը պրծա, ադամներից վրա գործ ունեի, գնացի, ասին բդե ադամը քաշենք, տեղը կերամիկա տնենք։ Դե կսեմ մեն եկա չաշկեն որ 120 հազար է դեսքան ադամը ինչ բդե եղնե, ասի օքեյ, դարեք։ Դարին գելելում կսեմ ինչքան բտամ, կսե 50 հազար։ Դո տանաշեմներ կսեմ, հենա չաշկից կկտրեի, բերեի, խփեի, կելի։ Այս տարի երկու բան կմետածեի։ Կսեի հիպոթեկով տուն առնիմ, թե ադամներս սարքեմ։ Բայց մի հատ շրջան կար որ մետածեի գը, դե լավ, մի ադամնա բուժի լավն ու վադը որն է։ Միջև ենքան որ գնացի բանակում ստամատոլոգի մոտ։ Ընդեից էլա իշխոր դեմքով մինի վրա տարակաձեղների։ Իշխոր ինսուլտ տարածեղներ, կեսս չկար։ Խնդայքը թեք խնդայ։ Ու վալնա տեղա եկա գնացի ուրիշ ստամատոլոգի մոտ, բժիշկը նայեցա Վարուժ ջան, այս բերանիդ մեջ ես ինչ են։ Ծոբես վատ զգացի, ասեմ կոպիտ չի արդ այդ, ես ինչիները բերանիդ մեջը որն է։ Հետո տոնջվեր, շատ կտոնջվեր, հասկացա որ չէ, սմարտը ոնց որ ավելի մեղմ գարդ այդ վիկան արդայդվել է։ Մեծ խոսք կային որ կսեն անքես գարի ադամ դուտուր ինչ շան ադամ։ Հիմա ինչ այդ մարտիկ որ այդպես բան են, իրանց բերնից շան հոտ կուկա։ Չէ դե պրոստը ճաշտեմ գե։